դրախտից և հետապնդելով իբրև ճարգազան, իր մահաբերություններով վիրավորել տեսակ ախտալի մեղքերով և ծրել անմարդաբնակ ճանապարհների դաշտերի վրա։ Իսկ բարերար Քոմիացի որդին քաղցրաձայն կանչով ասեց. «Եկեք ինձ մոտ բոլորը հոգնաբեկներ և բեռնավորվածներ, և ես հանգստություն կպարգևեմ ձեր հոգրաբեր քաղցր լուծով, և բոլորին ժողովելով իր բարություններով առաջնորդեց Հորդանան գետ։ Այնտեղ հայտնեց իր ազգականությունը, դա Էլիսեի որդին հայրական կոկոչմամբ և լուսափար կողոքույչմամբ, ուստի նախակալապետ Հովհաննես Մկրտիչը վատնացուց արեց ասելով. «Ահա գառն Աստուծո, որ կրում է աշխարհի մեղքերը, և ապա հրամայեց բոլորին ջուրը իջնել և ոչնչացնել թշնամու սատանայի զորությունը, և սրբելով բոլորին ախտալի մեղքերից նոր զգեստներով զարդարեց, և դարձնելով մի հոտ և մի հովիվ կնքեց խաչանշան դրոշմով, ընտրեց իր գաղթում կաթողիկ Սուրբ եկեղեցի։ Երիտասարդները և օրորները, ծերերը և պատանիները, ամեն ոք գոհություն են հայտնում Աստծու ցնծության և ուրախության, քանզի այսօրվա տոնը աստվածային է և երկնային, սուրբ է և պատվական, և ծագում է Սուրբ Հոգու աստվածային լույսի ճառագայթից, պայծառացնելով աշխարհը։ Այսօր սրբվում է ջուրը, լուսավորվում են մարդիկ և երկնային դառնում։ Այսօր երկիրը նոր երկինք է դառնում, պատվով, քանզի Աստուծո որդին հայտնվեց աշխարհում, մարդկանց մեջ շրջեց և գալով իջնելով Հորդանան գետ, այսօր սրբում է ջուրը և սրբագործված ջուրում հոգու կենդանությամբ լուսավորում մարդկանց։ Այսօր և մենք բարձրաձայն ասում ենք. մեծ ես դու Տեր, և սքանչելի ենք քո գործերը, և ոչ ոք կարող չէ